Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ։ Լատվիայի Սայմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների առանցքում են եղել երկու երկրների միջխորհրդարանական կապերի ու Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցերը։ Հանձնաժողովների համատեղ նիստերում ավարտվել են Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը քննարկել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանդիպեցին նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության անդամները։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին։ Բարձրացվեց Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդիրն ու այս հարցում կարևորվեց Եվրոպայի խորհրդի աջակցությունը։ Երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող մի շարք գերատեսչություններ 2024-ի բյուջետային իրենց կատարողականները ներկայացրին տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Ծախսեր, եկամուտներ ու կատարված աշխատանքներ։ Պետական եկամուտների կոմիտեն 2024-ին պետությունից ստացել է 102.7 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 94.9%։ Իրականացվել է 2 ծրագիր 17 միջոցառում։ Մինչ կատարված աշխատանքները մանրամասնելը պետական եկամուտների կոմիտեի նախագահն անդրադարձավ նախ հարկային քաղաքականությանը։ Հարկային եկամուտների հատվածում արձանագրվել է 5.1% աճ, հավաքագրումները եղել են հարկային եւ մաքսային մարմինների կողմից։ Առաջինի դեպքում արձանագրվել է 11.2%-անոց աճ, երկրորդի դեպքում 15%-անոց անկում։ Էդուարդ Հակոբյանը սա բացատրում է սահմանին հավաքագրումների կամ ներմուծումների մեջ ի հայտ եկած խնդիրներով ու դրանք որակում օբյեկտիվ։ Հիմնական մասը ավտոմեքենաներն են։ Տեսեք, նախորդող տարիներին բավական մեծ աճեր ունեինք ավտոմեքենաների ներմուծման եւ այդ բարձր բազայի վրա արդեն 2024 թվականին նվազում տեղի ունեցավ։ 0.5%-ային կետով նվազում է եղել նաև հարկեր հնահատվածում։ Կոմիտեի նախագահը նախ մատնանշեց այն երկու ոլորտները, որոնք վերջին տարիներին բարձր աճի տեմպեր են ունեցել՝ բանկային համակարգ ու շինարարություն։ Մեծ տեմպ է նկատվել նաև հարկային հավաքագրումներում։ Մոտապես 142 միլիարդ հունվար մայիսով ավելացում կա, որը 14.4%-ով աճ է ենթադրում, եւ ես սրա համար ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր հարկվճարողներին, եւ դա նաեւ առաջանցիկ է տնտեսական աճի տեմպից, ինչը նշանակում է, որ հարկեր հնարածությունների տեսանկյունից արդեն բարելավումները սկսել են։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը նաև նշեց, որ 2024-ին շուրջ 392 միլիարդ դրամի վերադարձ է եղել հարկ վճարողներին ու հավելեց, որ նշված թվի մեծ մասը եկամտահարկի վերադարձի համատեքստում է։ Անդրադառնալով համակարգային բարեփոխումներին Հակոբյանը խոսեց 2024-ին ստվերի կրճատման, հարկային վերլուծությունների համակարգի կատարելագործման, օրինապահության համակարգի ներդրման, մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման, թվայնացման բարեփոխման, մաքսային ընթացակարգերի բարելավման, ենթակառուցվածքների, աշխատակիցների կարողությունների հզորացման ու միջազգային գործընկերների հետ աշխատանքի վերաբերյալ։ Հաջորդ հաշվետվությունը էկոնոմիկայի նախարարությունից է, ընդհանուր բյուջեն 72 միլիարդ 400 միլիոն դրամ է, կատարողականը 96.4%։ Իրականացվել է 10 ծրագիր 63 միջոցառում։ Նախարարությունը ստեղծված իրավիճակներով պայմանավորված կատարել է նաև չպլանավորված մի շարք ծախսեր, որոնց թվում են Լոռու եւ Տավուշի մարզերում աղետից ուժած համայնքներին տրված օժանդակությունը։ Աղետի գոտիների տարածքներում 181 միլիոն դրամի օգնություն ենք ցուցաբերել, բայց այստեղ շարունակվում է, որովհետև հնարավորություն ենք տվել որոշ տնտեսվարողների իրենց փաստաթղթերը ճշգրտել եւ դրանից հետո նոր ներկայացնել, այսինքն եթե այդ տրամաբանությամբ կլինեն էլի երևի թե կամ եթե կլինեն 1, 2, 3 կարծեմ այդպիսի դեպք կա, նորից աջակցություն կլինի առանցին տնտեսվարողների։ Գևորգ Պապոյանը իրականացված աշխատանքների համատեքստում խոսեց նաև կապիտալ ներդրումների, նորարարական տնտեսության, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Մշակվել է արտահանման ուղղված արդյունավետ քաղաքականություն։
Սա այն է, որ մենք աջակցում ենք մեր տնտեսվարողներին, դրսի էքսպոներին իրենք մասնակցեն, ծախսել ենք 557 միլիոն դրամ։ Նախարարության ջանքերով արտերկրյա շուկաներում իրականացվել են հայկական արտադրանքի գովազդի եւ հասարակական կարծիքի ձևավորման գործընթացներ։ Պետական աջակցության առանցքում են եղել մեր երկրում ներդրումային ծրագրերը։ Հաստատված բյուջեն այստեղ 300 միլիոն դրամ է կազմել։ Նախարարությունն ակտիվ ծրագրեր է իրականացրել նաև զբոսաշրջության, մեր երկրի հանրահռչակման, արդյունաբերության, ժամանակակից գյուղատնտեսության զարգացման ուղղություններով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բազմոլորտ քաղաքականության համար էլ բյուջեից տրամադրվել է 274.6 միլիարդ դրամ։ Իրականացվել է 21 ծրագիր 126 միջոցառում։ Պետական միջոցներն օգտագործվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգոարդյունավետության բարձրացման եւ ճանապարհների արդիականացման համատեքստում։ Հաշվետվություն ներկայացնող գերատեսչությունների շարքում հաջորդը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է եւ քանի որ ռազմաարդյունաբերության ու տիեզերքի ոլորտին առնչվող հարցերը քննարկվել էին Պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, այստեղ Մխիթար Հայրապետյանը խոսեց թվերից։ 2024-ին նախարարության բյուջեն եղել է 18.4 միլիարդ դրամ, կատարողականը 77.1%։ Ցածր ցուցանիշը նախարարը պայմանավորում է թվայնացման բյուջեի կատարողականի ցածր արդյունքներով։ Նախարարությունը հավատարիմ իր կոչմանը իրականացրել է ծրագրեր կիբերանվտանգության ոլորտում, գաղափարից մինչև բիզնես ու թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում։ 2024-ին կատարված աշխատանքները թվային ցուցանիշները հանձնաժողովականներին ներկայացրին նաև կադաստրի եւ քաղաքաշինության կոմիտեները, մրցակցության պաշտպանության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում խորհրդարանականներին ներկայացվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության 2024-ի բյուջեի կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունները։ Ֆինանսների նախարարի թղթապանակում ցուցանիշների ու իրականացված ծրագրերի ցանկն է։ 2024-ին նախարարության ծախսերը կազմել են 285.7 միլիարդ դրամ, կատարողականը 80.9% եղել է որոշակի թերակատարում։ Թերակատարման պատճառը հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում եւ բարելավում ծրագրի նախատեսվածից ցածր կատարողականն է։ ԿԳՄՍ-ն հաշվետու տարում իրականացրել է 23 ծրագիր 234 միջոցառում։ Ծրագրերը վերաբերում են հանրակրթությանը, գիտական ու գիտատեխնիկական հետազոտություններին, դպրոցներում սեյսմիկ մակարդակի անվտանգության բարձրացմանը, կրթության որակի ապահովմանը եւ հանրակրթական դպրոցներում հաստատությունների հիմնմանը, կառուցմանն ու բարելավմանը։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը նախանշված ժամկետում կհասցվի ավարտին, վստահեցրեց Ժաննա Անդրեասյանը։ Տեմպերը այնպիսին են, որ մենք այդ թիրախներին հասնելու ենք։ 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագիրը միայն շինարարության ծրագիր չի։ Սա ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագիր է։ Կան դպրոցներ, որ կառուցվել են նախորդող ժամանակահատվածում, որոնց ես երբեք դպրոց չէի անվանի։ Երբեք, որովհետև ես չեմ կարծում, որ գրադարանը կարող է լինել 5 քառակուսի մետր։ Ես չեմ կարծում, որ դպրոցը կարող է մարզադահլիճ չունենալ եւ կոչվել դպրոց։ Ես չեմ կարծում, որ դպրոցը հանդիսությունների սրահ կարող է չունենալ, բայց կոչվել դպրոց։ Այս պահին ընթացքի մեջ գտնվող դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքները մեզ երաշխավորում են, որ մենք ունենանք ամբողջական կատարողականը այս ծրագրի։ Ժաննա Անդրեասյանը խոսեց նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացից եւ դրա շրջանակում պետության կողմից հատկացված գումարներից։ Հատկապես կուզեմ ընդգծել կամավոր ատեստավորման մասին, մենք արդեն ուսուցիչների շուրջ 20%-ին կարողացել ենք այս ծրագրի շրջանակներում բարձրացված դրույքաչափով աշխատավարձի հնարավորություն տալ եւ այս միջոցառման համար նախորդ տարի 6.2 միլիարդ դրամ է հատկացվել։ Ցույց է տալիս, որ ուսուցիչները ավելի ակտիվ են սկսել մասնակցել ատեստավորմանը եւ հետեւաբար առաջիկա բյուջեները պլանավորելիս որոշակի ակտիվության տոկոս պետք է հաշվի առնել։ Այս պահին մենք մի քանի հազար ուսուցիչներ ունենք, որոնք ատեստավորվել են եւ դա հուսադրում է, որ մեր նախատեսած ծրագիրը ամբողջությամբ ատեստավորված ուսուցչական կազմ ունենալ Հայաստանում մի քանի տարվա ընթացքում հնարավոր է իրականացնել։
Իսկ ընդհանուր առմամբ ուսուցիչների հավելյալ վարձատրությանը 2024-ին ուղղվել է 10 միլիարդ դրամ։ Անդրադառնալով ակադեմիական քաղաք ծրագրին նախարարը փաստեց, որ ձեռքբերումների շարքում միջազգային համագործակցությունն է նաև։ Ցանկում ավելացել է Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիան։ Նախորդ տարի իրականացվել են նաև 7.8 միլիարդ դրամի վերաբաշխումներ, գնումները կազմել են 47 միլիարդ 232 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 877 միլիոն 55 հազար դրամ։ Իրականացվել է 2 ծրագիր՝ Հայաստան-Սփյուռք համագործակցություն եւ Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին էլ պետական բյուջեից 2024-ին տրամադրվել է շուրջ 400 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 98.8%, իրականացվել է 1 ծրագիր։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկման սեղանին երկրի առողջապահական համակարգն է, նախորդ տարվա գործողությունների քարտեզն ու ծախսային ուղղությունները։ Խորհրդարանում է պատասխանատու գերատեսչության ղեկավարը 153.8 միլիարդ դրամի ծախս, 91.4% կատարողական։ Սրանք նախարարության 2024-ի թվային ցուցանիշներն են։ Արդյունքում իրականացվել է 12 ծրագիր, 56 միջոցառում։ Վերաբաշխումները կազմել են 11.3 միլիարդ, իսկ գնումները 21 միլիարդ 328 միլիոն դրամ։ Նախարարությունը գնացել է առողջապահության եւ ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների արդիականացման ճանապարհով։ 2024-ին նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցի 13 շինարարության ընթացք է եղել մի մասը մեկնարկող, մի մասն էլ արդեն ավարտվող։ Առաջնահերթությունների շարքում են եղել հիվանդությունների կանխարգելման գծով ծրագրերը։ Անցյալ տարվա պիլոտային որոշակի ծրագրերը արդեն իսկ իրենց արդյունքները բավարար ցուցանիշներ մեզ տվել են եւ այս տարվանից օրինակ արդեն 2025 թվականից մենք կրծքագեղձի սկրինինգային ծրագիրը ընդլայնել ենք ըստ էության ողջ հանրապետությունով եւ բացի սկրինինգից նաեւ դրա հետագա բուժման ընթացքը ըստ էության թե հետազոտման եւ թե ուրեմն վիրահատական եթե կարիքը կա եւ նաեւ դեղերի մասով փակում է պետական պատվերի շրջանակներում։ 6 հիվանդությունների գծով ավելացվել է դեղորայքային ապահովումը։ Դրանցից մի քանիսը հանդիսանում են քրոնիկ վիճակների համար շատ կարևոր դեղամիջոցներ եւ ըստ էության առաջին անգամ պետությունը իր վրա է վերցնում նաեւ մեծահասակների համար ամեն ամիս շատ մեծ բեռ հանդիսացող ուրեմն դեղորայքի տրամադրումը, օրինակ բերեմ ցրված սկլերոզով հիվանդ պացիենտների համար 24-ին շուրջ 2 միլիարդ դրամ էլ ներդրվել է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Կապիտալ ներդրումներ են իրականացվել անհետաձգելի բուժօգնության շրջանակում։ Մարզային շտապօգնության կայանների վերանորոգում, տեխնիկական հագեցվածություն, թվայնացում եւ հեռակառավարման նոր սարքավորումներ։ Շտապօգնության բժիշկներին տրամադրվել են նաեւ պլանշետներ։ Եվ Գյումրիի այս պահին գործող կայանը, որը մեր երկրորդ կայանն է ելնելու ամբողջ հանրապետության համար, ըստ էության համալրված է անհրաժեշտ ամբողջական գույքով եւ ծառայում է արդեն մարզերի սպասարկմանը։ Բացի դրանից իրականացրել ենք նաեւ համազգեստի վերափոխում եւ շտապօգնության մեքենաների մակնշում, ինչը շատ կարեւոր է։ Նախարարությունը տարեց տարի ավելացնում է թանկարժեք, բայց կյանքեր փրկող ծրագրերը, դրանց թվում են օրգանների եւ ոսկրածուծի փոխպատվաստումները։ Դիմելով հանձնաժողովականներին Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2024-ին ավելացել են նաեւ տարբեր պատվաստանյութերի ծավալների աճը։ Մշտական հանձնաժողովների նիստերում 2024-ի բյուջեի կատարողականը հաջորդիվ ներկայացվեց տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բլոկում։ Խորհրդարանական այս հանձնաժողովի տիրույթում իրենց կատարած աշխատանքները մանրամասնեցին նախարարներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները։ Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ծրագրերն իրականացնելու համար պետության միջոցներից տրամադրվել է շուրջ 44 միլիարդ 522 միլիոն դրամ։ Կատարողականը կազմել 97.1%, իրականացվել է 5 ծրագիր, 39 միջոցառում։ Առանցքում են եղել գյուղատնտեսության արդիականացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, անասնապահության ծառայություններն ու ձկնաբուծությունը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի փոխանցմամբ վերոնշյալ ոլորտներում ունեցել են արտադրանքի զգալի աճ։ Եթե մենք գյուղատնտեսական համախառն արտադրանքին ավելացնում ենք նաև ձկնաբուծությունը, ապա կարող ենք ասել, որ համախառն
գյուղատնտեսական արտադրանքը կազմել է շուրջ 1 տրիլիոն 20 միլիարդ դրամ եւ ընդհանուր ոլորտում աճը գրանցվել նախորդ տարի 1.9%-ով։ Բուսաբուծության շրջանակում էլ Արման Խոջոյանն առանձնացնում է հատկապես գարնանացան ծրագիրն ու նշում, որ իրականացվել է շուրջ 19197 հեկտար հացահատիկային, հատիկաանդեղենային եւ բազմամշակաբույսերի ցանք։ Այստեղ տրամադրվել է 1.4 միլիարդ դրամի աջակցություն, պետությունն օժանդակում է նաև մթերումների ու արտահանումների ծրագրերին, առանցքում եղել է հայկական արտադրության ալկոհոլի արտահանման աջակցությունը։ Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 միլիոն դրամ ծավալով աջակցություն, որի արդյունքում արտահանվել է շուրջ 7.5 միլիոն լիտր, խոսքը վերաբերում է 100%-անոց կոնյակի սպիրտին, կոնյակի սպիրտ։ Շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հատկացումները նախորդ տարի եղել էին 9.8%, իսկ ճշգրտված բյուջեն կազմել է 11.1 միլիարդ։ Այս հանրագումարում կատարողականը եղել է 83.9%, կատարվել են 1.5 միլիարդ դրամի վերաբաշխումներ։ Նախարարության ենթակայության ներքո գործում է 10 պոակ, Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց բոլոր պոակների հատկացումներն ու իրականացված աշխատանքները։ Նախարարության գործողությունների առանցքում են եղել Սևանա լճի ջրածածկ կանտարտնկարկների մաքրման ու Սևանի իշխանի պաշարների ավելացման աշխատանքները։ Արդեն 3-րդ տարին Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին պետությունը փոխանցում է 495 միլիոն դրամ դրամաշնոր։ 2024 թվականին 87300 հատ ամառային իշխանի մանրաձուկ են ուրեմն բաց թողել Սևան, 302000 հատ գեղարքունի ենթատեսակ է։ Այս տարի 25 թվականին 38800 հատ ամառային եւ 36000 հատ գեղարքունի մանրաձուկ, տարեվերջին այս թիվը ուզում ենք հասցնենք 520000 հատի։ Հաջողությունների շարքում նախարարն առանձնացնում է Սևանի կողակի վերականգնման աշխատանքները։ 2024-ի ձեռքբերումների շարքում է նաև էկոպարեկային ծառայության ամբողջական ներդնումը։ Հանձնաժողովականներին հաջորդի բյուջեի կատարողականը ներկայացվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի տեսանկյունից։ Նախարար Դավիթ Խուդատյանը խոսեց ջրային ռեսուրսների կառավարման աշխատանքներից ու փաստեց։ Իրականացվել է 8 ծախսային ծրագիր եւ 54 միջոցառում։ Փաստացի ծախսվել է 136.4 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95.2%-ը։ Աշխատանքներն իրականացվել են տարբեր ուղղություններով՝ ճանապարհների նորոգում, անտառպուրակների կառուցում, մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում, կոշտ թափոնների կառավարում, սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցություն։ Կատարողականից անմասն չեն մնացել մայրաքաղաքի զարգացման 11 ծրագրերը։ Բյուջեի կատարողականի հաջորդ զեկույցը ներկայացրեց Երևանի քաղաքապետը։ Փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ։ 2024-ին իրականացվել է 113.7 միլիարդ դրամի ծախս, նշված թիվը նախատեսվածի 94.5%-ն է, ընդգծում է Ավինյանն ու հավելում, որ դա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է։ Կատարողականի առանցքում են ճանապարհները, ենթակառուցվածքների ու տրանսպորտային ցանցի արդիականացումը։ Ձեռք ենք բերել 171 ավտոբուսներ, 6.3 միլիարդ դրամի չափով, 15 տրոլեյբուսներ, որոնց դիմաց ֆինանսավորել ենք 1.4 միլիարդ դրամ։ Հանրային տրանսպորտի ուղևորափոխադրման ծառայություններն իրականացնելու նպատակով Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ եւ Երևանի մետրոպոլիտենին սուբսիդավորել է Երևանի քաղաքապետարանը կրկին ռեկորդային չափերով 7 միլիարդ 696 միլիոն եւ 2.6 միլիարդ դրամների չափով համապատասխանաբար։ Շրջակա միջավայրի պահպանության համատեքստում էլ իրականացվել են կանաչ տարածքների ընդլայնման, մաքրման ու ոռոգման ցանցի աշխատանքներ։ 2024-ի բյուջեի իրենց կատարողականը падգամավորներին ներկայացրին նաև մարզպետներն ու փոխմարզպետները։ 2024-ի բյուջեի կատարողականի շրջանակում ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում падգամավորներին ներկայացվեցին նաև օմբուդսմենի գրասենյակին պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցներն ու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացված միջոցառումները։ Կառույցին հատկացվել է 573.8 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 97.7%։ Գրասենյակը հիմնականում աշխատել է երկու ծրագրի ուղղությամբ, ծախսային գերակշիռ մասն ուղղվել է մարդու իրավունքների եւ
հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայություններին։ Անհատական բողոքների քննարկումից մինչև կոնվենցիոն կարգավիճակներով ստանձնած պարտավորությունների ապահովում։ Անմասն չեն մնացել մշտադիտարկման այցերը, տարբեր հաստատություններ, միջազգային համագործակցությունը, կրթական եւ իրազեկման աշխատանքները։ Արդյունքային ցուցանիշների տեսանկյունից հատկանշական է անհատական մակարդակում իրավունքների վերհանման գործառույթը, գրավոր ու բանավոր բողոքների քննարկումը։ Ընդհանուր առմամբ ստացվել է շուրջ 11634 դիմում բողոք։ 2024-ին դրական լուծում ստացած դիմում բողոքների թիվը կազմում է 1620-ը։ Այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվեց Լատվիայի Սայմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունար Սկուտրիսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման առանցքում էին Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Հաջորդ թիվ Լատվիայի ժամանած պատվիրակության հետ հանդիպեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները։ Երկու երկրների միջև առկա բարեկամական կապեր, կրթական, մշակութային, միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններ։ Այս հարցերն արդեն բարեկամական խմբերի անդամների քննարկման առանցքում էին։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հյուրերին ներկայացվեց Հայաստանի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Շատ հարցեր քննարկեցինք։ Նախ եւ առաջ հասկանում ենք, որ տնտեսական տիրույթում չիրացված մեծ ներուժ կա։ Պետք է կարողանանք միմյանց հետ համագործակցել, աջակցել նախարարություններին, հանուն դեպի դիվերսիֆիկացիա տանող ձգտումների։ Պետք է հասկանանք նաև, թե աշխարհակահաղական տիրույթում ինչ խնդրահարույց հարցեր կան, որոնց լուծման մասով մեր երկիրը կարող է աջակցել ձեզ։ Լատվիայի ժամանած պատվիրակների հաջորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ու հանձնաժողովի անդամների հետ էր։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ընդգծվեց նաև միջխորհրդարանական համագործակցության առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորացման հեռանկարներին, ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի օժանդակության կարևորությունը։ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում հայ խորհրդարանականները ներկայացրին նաև եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը։ Քննարկել ենք Եվրամիության հետ հարաբերություններին վերաբերող հարցերը։ Իհարկե հասկանում ենք, որ այդ հարցում մեր երկիրը մեծ փորձ ունի, եւ մենք կարող ենք մեր փորձով օգնել, աջակցել եւ կիսվել Հայաստանի հետ։ Հուսով ենք, շուտով Հայաստանը եւս կդառնա Եվրամիության անդամ։ Մինչ Հայաստանից հեռանալը Լատվիայի պատվիրակներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերը ծաղիկներ դրեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգեցին Սուրբ Նահատակների հիշատակը։ Պատվիրակության անդամները եղան նաև հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացան Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին։ Գունար Սկուտրիսը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Գործադիրն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, որի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվել է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Խոսքը սրանց է, այս QR կոդերի մասին է խոսք գնում, եթե ավելի կոնկրետ լինենք, որտեղ ունենք ազգային օպերատոր։ Հիմա սա արտադրողի եւ ներմուծողի մոտ է ֆիքսվում եւ ՀԴՄ-ով վաճառքի դեպքում է ֆիքսվում, բայց իրականության մեջ կան բազմաթիվ դեպքեր, որտեղ որ այդ ֆիքսումները չի կատարվում եւ դրա վառ օրինակը սա է։ Օրինակ ազգային ժողով, պետական կառույցներ, տարբեր տեղեր, երբ որ գնումներ են անում եւ իրենց մոտ օգտագործում են սեփական ըստեյության սպառման համար, դա որևէ կերպ չի արտացոլվում այդ համակարգում։ Խնդրի լուծման նպատակով գործադիրն առաջարկում է նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Պահանջը չկատարելու դեպքում առաջարկվում է սահմանել պատասխանատվություն։ Յուրաքանչյուր խախտման համար 30,000 դրամ։ Ընդ որում աշճանական այդ մեծացման չափերը շեմերի մեկ անգամ խախտման հայտնաբերման դեպքով յուրաքանչյուր խախտման համար 30,000 դրամ, բայց ոչ ավել քան 300,000 դրամը, մեկ տարվա ընթացքում խախտումը առաջի անգամ կրկնելու դեպքում
նորից յուրաքանչյուր խախտման համար 30,000, բայց ոչ ավել քան 3 միլիոն դրամը եւ երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում էլի յուրաքանչյուր խախտման համար 30 դրամ, բայց ոչ ավել քան 10 միլիոն դրամը։ Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառվող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ այլ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Այդ նույնականացման միջոցները սքանավորելու եւ ՀԴՄ կտրոն տպագրելու միջոցով։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել լեզվի մասին օրենքում։ Փոփոխություններն ուղղված են լեզվի կանոնակարգմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը։ Օրենքի նախագիծն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք ուղիղ դիտարկում ենք տարբեր ոլորտներում եւ շատ գործնական հարցեր են առաջ գալիս, որոնք կարող են նույնիսկ պետության համար ռազմավարական ուղղություններում որոշակի խոչընդոտներ առաջացնել։ Նախարարի խոսքով լեզվի մասին օրենքում փոփոխությունները կոչված են համապատասխան լիազորող նորմի սահմանմանը, որը կառավարությանը հնարավորություն կընձեռնի հաստատել պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ կանոնների կանոնարկման կարգը, ինչպես նաեւ համապատասխան հանձնաժողովի ձևավորման կարգն ու աշխատակարգը։ Օրինագծի նպատակն է նպաստել լեզվի զարգացմանը կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակում զերծ մնալով անորոշություններից։ Փոփոխություն է իրականացվել գրական հայերենի կանոնարկում հասկացության մեջ համապատասխան հատվածում, որտեղ որ ներառվել է բացի նախկինում գործող ուրեմն սահմանումից գործող զուգաձև կիրառությունների մի օրինականացման արտահայտությունը, որը նույնպես կարծում ենք, որ լեզվի տեսանկյունից կարևոր ուրեմն աշխատանք է անելու։ Լեզվական կանոնարկման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել ոլորտային գերատեսչությունների եւ փորձագետների, որը հնարավորություն կտա բովանդակային եւ նպատակային քննարկումների արդյունքում ճիշտ որոշումներ կայացնել։ Մշակվում է նաեւ լեզվական քաղաքականության հայեցակարգը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում, մասնավորապես հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին անգամ ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցված արդյունքները, վիճակագրական տվյալները, մարտահրավերները, ինչպես նաև եզրահանգումների հիման վրա մեր առաջարկությունները։ Տարեկան հաղորդման մեջ մասնավորապես առանձին գլուխներով անդրադարձ է կատարվում հանրային ծառայության բարևարկության համակարգի կայացմանն ու ամրապնդմանը, գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն առավել ձյուրին դարձնելուն ուղղված միջոցառումներին, հայտարարագրերի վերլուծությանը։ Հաշվետու տարվա ընթացքում օրենսդրական մի շարք փոփոխություններ են իրականացվել, մասնավորապես էական առաջընթաց է գրանցվել վարքագծի կանոնագրքերի ընդունման եւ նվերների ընդունման գործընթացի կանոնակարգման ոլորտներում։ Այսպես մենք 24 թվականի հունվարին հաստատել էինք պետական պաշտոն զբաղեցնող, պետական եւ համայնքային բարձր պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, որոնք ուժի մեջ մտան ապրիլի 1-ից եւ արդեն գործնականում կիրառվում են։ 2024 թվականի ընթացքում բարևարկության համակարգի տարերի առնչությամբ դիմումների ու մեդիա հրապարակումների հիման վրա հանձնաժողովում իրականացվել է 120 ուսումնասիրություն, որից 59 մեդիա հրապարակումների, 58-ը դիմումների հիման վրա, 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների հիման վրա։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու մասին նախագիծը բացասական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Հայկ Սարգսյանի նախաձեռնած զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը ենթադրում է մի շարք կետերով գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Առաջարկումը քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական վճար, 18-ից այս դեպքում 32 տարեկան քաղաքացիները հնարավորություն տալ նրանց ծառայել 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ կամ ծառայել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ։
Նախագիծը նաև ներառում էր առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատման մեխանիզմների վերանայում, մասնավորապես որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորությամբ, օրինակ կարճատեսություն ունեցող քաղաքացիներին ոչ մարտական ծառայության մեջ։ Նաև առաջարկվում էր սահմանել քրեական պատասխանատվություն առողջական վիճակը պարզելու համար փորձաքննությունից կամ նմուշառումից հրաժարվելու դեպքերում։ Երկրորդ առաջարկը սահմանային տարիքը 27-ը դարձնել 32, սա նշեմ, որ մեր գործող օրենսդրությամբ պարտադիր զինվորական սահմանային տարիքը 27-ն է այսօր, բայց քանի որ արդեն ունենք 37, ես պներ առաջարկել էի, կառավարության առաջարկել էի բոլորի համար դարձնենք 37, բայց քննարկումների արդյունքում կառավարությունը առաջարկել է սահմանել 32, ինչ հետ ես համաձայնել եմ եւ արդեն դրա մշակված ներառված է նախագծի մեջ։ Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ընդգծելով, որ գործադիրը սկզբունքային մի քանի նկատառումներ ունի։ Պարոն Սարգսյանը գումարի այլ չափեր էր ներկայացրել սկզբում, թեև նշեց, որ համաձայնել է 20 միլիոն դրամ էր նշել, մենք կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել 24 միլիոն դրամը մեկ ամսվա համար եւ պարոն Սարգսյանը 15 միլիոն դրամ էր առաջարկել եւ մենք նախատեսել ենք 4 ամսվա համար 18 միլիոն դրամ։ Հանձնաժողովի ընդդիմադիր падգամավորները դեմ են ներկայացված նախագծին։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը կտրուկ քննադատեց նախագիծը, այն որակելով հակասահմանադրական։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանին առաջարկեց նախագիծը մինչև աշնանային նստաշրջան հանել շրջանառությունից եւ լրացուցիչ քննարկել։ Առաջարկը հեղինակը չընդունեց։ Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացավ 5 կողմ 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն։ Դրական եզրակացության համար պակասեց 1 ձայն։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի, Արսեն Թորոսյանի եւ Արուսակ Ջուլհակյանի հեղինակած նախագծով սահմանվում է պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ովքեր մեքենաներում օգտագործում են չափազանց բարձր ձայնով երաժշտություն կամ խլացուցիչներ, որոնք խաթարում են հասարակական անդորրը։ Օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ ստանալով դրական եզրակացություն։ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար Ասիական զարգացման բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 236 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Այս հատվածը համաֆինանսավորվում է նաև հարգելի պատգամավորներ հիշեցման կարգով ասեմ նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 99 միլիոն եվրոյի չափով, սա այն մնացյալ կտորն է, որով մենք ամբողջացնում ենք արդեն այս հատվածի շինարարությունը։ Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին համաձայնագիր ավերացնելու մասին օրենքի նախագծին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան ընդգրկելով տարբեր ոլորտներ։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար, վստահեցնելով, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների, մասնավորապես տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցեց Երևանում անցկացված «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «Ապրի» ֆորում 2025-ին։ Պանելային քննարկման ընթացքում Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են այժմ առաջանում տեխնոլոգիաների կտրուկ զարգացման պատճառով, որոնք փոխում են ոչ միայն մեր կյանքը, այլև պետությունների քաղաքականություններն ու կարողությունները։ Հայաստանը բավականին երկար ժամանակ է տեխնոլոգիաները համարում է առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում։ Հարյուրավոր ընկերություններ արհեստական բանականության, կենսաբժշկության, ծրագրավորման,
Միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում։ Կառավարության կողմից ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն է ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար։ Խոսելով ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին Հակոբ Արշակյանը կարևորեց Հայաստանի սահմանների բացումը։ Սահմանների բացումը կստեղծի իրատեսական ընդգրկուն հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար։ Տարածաշրջանում կհաստատվի եւ կամրապնդվի հարատև խաղաղություն։ Բոլոր մասնակիցների շահերից է բխում տարածաշրջանում ունենալ խաղաղություն եւ կայունություն, եթե այնտեղով միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն կա։ Հակոբ Արշակյանն ընդգծեց կրթության կարևորությունը եւ նշեց, որ կրթական համակարգն է, որ պետք է մարդկանց սովորեցնի օգտվել արհեստական բանականությունից եւ ստեղծել ներուժ փոխելու խաղի կանոնները, իսկ երկիրը դարձնել մրցունակ պետություն։ Քննարկման ընթացքում ազգային ժողովի փոխնախագահը խոսեց Սփյուռքի հետ համագործակցելու անհրաժեշտությունից, անդրադարձավ Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն ու նշեց, որ երկու երկրների ջանքերով կստեղծվեն համագործակցության նոր եզրեր հնարավոր բոլոր ոլորտներում։ Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաեւ կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այն տարածաշրջանին կբերի ոչ միայն բարգավաճում եւ կայուն խաղաղություն, այլև տնտեսական, լոգիստիկ, իրատեսական փոխհամագործակցության ընդգրկուն հնարավորություններ։ Հակոբ Արշակյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին, անդրադառնալով տեխնոլոգիաների եւ ներդրումների խթանմանը, էներգետիկ անվտանգության առաջխաղացմանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածության ուժեղացմանը։